Ները հաշվել քննադատել։ Ասելով, որ Ռուսաստանը խնդիրներ է ստեղծում մեր գյուղացիների եւ արտահանողների համար, կոնյակի հետ կապված, ծաղիկների հետ կապված, ձեր ակնարկը որպես Ռուսաստանի թեկնածու վերաբերում էր Սամվել Կարապետյանին։ Նայեք, ես ոչ մի նոր բան ասած չեմ լինի, որ այո, այդ թեկնածուն Սամվել Կարապետյանն է, որովհետեւ քաղաքացիությունը Ռուսաստանի է այս պահին, բիզնեսների մեծ մասը կամ մի մասը, չգիտեմ, Ռուսաստանի Դաշնությունում է եւ կարծում եմ դա շատ ակնհայտ փաստ է, ես բոլորն գիտեմ, ինչի մեր քաղաքացիները չեն հասկանում, դա ոչ մեկ չգիտի, իսկ Ռուսաստանը առհասարակ, այո, դա ինձ համար շատ անընդունելի է, որ տեսեք, նրանք մեզ ակնհայտ է ինձ համար կախյալ պետություն են համարում, մեզ չեն համարում իրական գործընկեր, հավասար գործընկեր։ Եվ տեսեք մեր տնտեսության մեջ այս իշխանությունների քաղաքականությունը ել ավելի է խորացրել այդ կախվածությունը Ռուսաստանից։ Մենք ունենք ցավոտ կետեր, մենք ունենք զգայուն կետեր, մեր կետերի վրայով հիմա անցնելով գնում են եւ ճնշումներ են գործադրում, ինչի որ նաեւ իրենց ուզած հարցերը առաջ տանեն։ Ես երեք մանրամասն բացատրել եմ, որ այսինքն ստացվում է ներընդդիմադիր կամ երկրի ներսում այնպես է ստացվել այս պրոռուսական, պրոեվրոպական լինելը դարձել է ներքին պայքարի գործիք եւ գիտեք սա ես հատուկ ուզում եմ նշել այս ամենը վիրավորանքներ չեն, սրանք փաստեր են, սրանք բնութագրություններ են, ես ոչ թե հիմա որևէ մեկի վիրավորում եմ, ոչ էլ նպատակը ունեմ, այլ ես փաստեր եմ ֆիքսում եւ այդպես էլ կա ու ասենք տեսեք հենց ռուսական կողմից մի հատ արգելք է լինում, հələ այս իշխանության պահվածքը տեսեք, բան են անում, նենց ամենալկտի անամոթ ձևով ինչ են անում ուրախանում են այս իշխանականները ինչի, որովհետև դա նրանց օգտագործում են այն ընդդիմադիրների դեմ պայքարի համար, ովքեր ռուսական կամ ովքեր Մոսկվայի նախընտրությունն են եւ ինչ են անում, արդյունքում ինչ է լինում, տուժում է մեր գյուղացին, տուժում է մեր գործարարը, հարց է առաջանում, ախպեր, այդ ձեր համար եթե այսինքն իշխանականներին ինչ ախպեր, բայց ձեր համար եթե մեր քաղաքացու գյուղացու շահը կարևոր է, մեր գործարարի շահը կարևոր է, դուք ինչ եք դրել ուրախանում դրա վրա։ Կներեք մի բան էլ ու իսկ այդ եվրոպականի մասով, տեսեք, հիմա գնանք եվրոպականը։ Այս իշխանությունները նայեք ինչ են անում, նորից էլի իրենք էլ իրենց ազդեցության գոտիներն են բերում, չէ՞։ Այսօր օրինակ տեսեք, հայ հենց այդ է խնդիրը, որ մենք ստացվում է նորից էլի դրել ենք մեր ընտրությունը երկու այս ուղղությունների միջև, որ արտաքին ուժն է ում նախընտրում։ Բաքուն նախընտրում է Նիկոլ Փաշինյանին, գլխավոր պապան Նիկոլ Փաշինյանի Ալիևն է, այնտեղ ունի տարբեր հոպարներ, չգիտեմ, քերիներ, բան եւ այլն, որ նաեւ այսօր գալիս են վաղը, այսօր գալիս են Հայաստան, ունի Մոսկվան իր նախընտրած մարդուն, Եվրոպան էլ, Վաշինգտոն եւ այլն մյուսներն էլ ստացվում է ինչ ունեն իրենց նախընտրած մարդկանց մենք այդպես ընտրությունները կատարենք, բայց մեր երկրի վիճակը տակը մեր երկրի հարցերն են մնում, մենք որ շարժվենք, հենց սկսեցինք շարժվել մեր երկրի շահերով, մտածենք մեր երկրի մասին, այդ դեպքում մեր խնդիրներն է կլուծվում։